Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերին։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Տիկին Մինասյան, շաբաթ օրը Հանրապետության հրապարակում այդ շուկով նշվեց քաղաքացու օրը, շուրջ 40,000 մարդ էր հավաքվել, դրանից առաջ այլ միջոցառումներ մայրաքաղաքում ու մարզերում։ Ձեր ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին եմ ուզում անդրադառնանք, որ այս միջոցառումներին նախորդում էր ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որ դուք ուրանում եք ցեղասպանություն, այսպիսի մեղադրանքներ կային, նաև ինչպես կարձականք եք։ Դե նորություն չէ, որ մեր ընդդիմությունը մահվան վաճառականներ են եւ սքի վրա կապիտալ քաղաքական դիվիդենդներ հավաքողներ, բնականաբար քաղաքացին իր ներկայությամբ եւ այս տոնակատարությունը այդ շուկով նշելով ցույց տվեց նրանց մեղադրանքների սնանկ լինելը, ցեղասպանության օրը թե հաջորդ օրը, թե նախորդ օրը ակնհայտորեն տարբերվում է եւ մեր քաղաքացիներին զուտ այս միջոցառմանը չուղղորդելու համար եւ հետ պահելու համար տոնելու, սքից դուրս գալու, ուրախ լինելու, երջանկություն զգալու համար բնականաբար այդ թեզը տարածվում էր դեռևս նախորդ շաբաթվանից եւ բոլոր մեկնաբանություններում նշում էին թե ինչպես կարող եք գնալ հրապարակ ուրախանալ եւ այլն, իսկ հետո ավելի մեծ վախխանալը սկսվեց եւ սկսեցին քաղաքացիներին արդեն անվանարկել, ովքեր գտնվում էին այս միջոցառմանը։ Ես հետևում էի լրատվականներին, գտնվում ես Ամիրյան փողոցում, մի հիասքանչ մթնոլորտ, շատերը հիշել էին անգամ հեղափոխության օրերը, թե ինչքան դրական էմոցիաներ էին իրար պարգևում այդ մարդիկ, ինչպիսի ազգային պարեր էինք ապրում, ժողովրդական երգեր էինք լսում, ինչպիսի ուրախություն էր տիրում եւ նա մտնում էր լրատվական դաշտ, մեկ էլ տեսնում էր վերնագրեր օտարերկրացիները գտնվում են Փաշինյանի հորինած քաղաքացու օրվան, չգիտեմ, շատ քիչ մարդ է հավաքվել այստեղ, խորովածը ծուխ է առաջացնում Ամիրյան պողոտայում, այսինքն էլ դիպչելու որևիցե բան չունեցան, մի ամբողջ հակաքարոզ մինչ այդ էր, որ չմասնակցեք այդ օրվան, որտեղ դա ցեղասպանության հաջորդ օրն է, իսկ մենք գիտենք, որ օրենքով ամրագրված քաղաքացու օրը շարժական տոն է եւ բնականաբար ապրիլի 24-ը չի կարող համընկնել որևիցե տարում, որտեղ գիտենք, որ նաեւ ցեղասպանության հիշողությունը հարգելը բոլորիս պարտքն է եւ ամեն մեկս մեր մեջ ունենք այդ ցավը եւ ոչ մեկ չի կարող մեզնից գողանալ կամ ուրացնել այդ հիշողությունը։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ցանկացած տոն, ցանկացած միջոցառում լինի դա սքո արարողություն թե տոնակատարություն պարտադիր փորձելու է դրանից քաղաքական դիվիդենդներ քաղել անգամ երբ որ տեսան որ դա էլ չի ազդում այդ ամեն ինչն էլ չի եղել այս հսկայական ժողովրդը հավաքվել էր ուրախանալու եւ տոնելու այդ օրը փորձեցին այլ մեկնաբանություններ տալ որ մարդիկ հավաքվել էին համերգի մարդիկ չէին ուզում այդ քաղաքացու տոնանշային ես ուզում եմ հասկանալ այդ դեպի պես վախենալ քաղաքացու օրվանից էլի սարսափել ոնց որ Հայաստանի Հանրապետության քարտեզն է իրանց համար sense սարսափազդու մի բան որ քարտեզին էլ ինչ որ բանի կտոր են համարում էլ անվանարկում են տարբեր ձևեր էլ փորձում են ջարդել կոտրել էլ ասում են ձեր քարտեզը մեր պետության քարտեզը չի այդ մոլուցքը հրաժարվելու քո պետությունից նույնն ոնց որ հրաժարվում են տոնակատարությունից, որը ունի իր իմաստը, իսկ իր իմաստը հետևյալն է, որ տարիներ շարունակ մենք քաղաքացիություն, քաղաքացի պետություն հարաբերություններ չենք արժևորել, մշտապես մեր խոսություն մինչ օրս կա սիրելի հայրենակից, սիրելի ժողովուրդ, սիրելի հայ ազգ, բայց քաղաքացի բառը չկա, իսկ ինչ է քաղաքացին խորհրդանշում, դա պետություն, քաղաքացի հարաբերությունների, իրավահարաբերությունների մասին է, որը մեր մոտ շատ թույլ հիմքերի վրա է դրված, եւ ես կարծում եմ այս տարվանից մենք ավելի մեծ շուկով կարող ենք ամեն տարի նշել այս օրը եւ հիշել թե ինչ իրավունքներ եւ ազատություններից ենք զրկված եղել եւ ինչ ենք ձեռք բերել։ Իսկ օրինակ ինչ են դիմադիրների ուզած անընդհատ սքի, վախի, շուտ սպառնալիքների ներքո ապրելը, չուրախանալը ոչ մի բանի վրա, որովհետեւ այո, մենք իհարկե պարտվել ենք պատերազմում, ունեցել ենք զոհեր, չենք ուրանում ցեղասպանությունը, բայց օրինակ կարելի է անընդհատ միայն դրանով ապրել, ուրիշ ոչ մի տոնախմբության չմասնակցել ու արդյոք հենց իրենք չեն մասնակցում։ Հայ դրան այդ մասին եմ ուզում խոսել, որ վստահաբար այն մարդիկ, ովքեր անընդհատ խոսում են, որ պետք է մնանք սքի մեջ եւ ոչ մի այլ տոն չնշենք, ոչ մի ուրախություն չունենանք, այդ մարդիկ իրենց մասով վստահաբար հակառակն են պնդում։ Եթե անգամ այսօրը չլիներ, շաբաթ օր էր ամսի 25-ը եւ
բազմաթիվ եկեղեցիներում հարսանեկան արարողություններ էին։ Արդյոք այդ նույն ոգեշնչմամբ, օրինակ եկեղեցիականները ասում էին ոնց եք եկել այսօր հարսանիք անեք, չէ, որովհետև քաղաքական աստառ կա սրա տակ։ Եթե քաղաքական աստառը հանում ես, բնականաբար եւ իրենք եւ ողջ ժողովուրդը չի կարող մարդը ապրել առանց դրա, եւ կան սև օրեր, դրան հաջորդում են սպիտակը, եւ եթե այդ բալանսը չպահես, ուղղակի որպես ազգ կվերանաս։ Խնդիրը հենց տեղ է, որ նրանք ցանկացած վատ միջադեպի, դժբախտ պատահարի, մահվան, պատերազմի, ամեն ինչի վրա փորձում են իրենց կապիտալը հավաքեն, ինչի, որտեղ դա էլ ունի հոգեբանական նպատակ, կոնսոլիդացնել մարդկանց, համախմբել այդ սքի շուրջը, էլի ինչ որ բանի շուրջը։ Նույն ջահերով երթեն, նույն ապրիլի 24-ին վերաբերված միջոցառումները, չգիտես խի մի կուսակցություն վերցրել իր վրա իր հակով է կարել այն դեպքում, երբ տարիներ շարունակ մարդիկ ուղղակի սովորույթ են սարքել գնալ Ծիծեռնակաբերդ դրա նախորդ երեկոյան ժամին եւ այդ քաղաքական արշավը իրապես ամբողջ ամբիոնից հնչած խոսույթը, դրանից հետո հենց հուշահամալիրում հնչած ելույթները քաղաքական են, իսկ սիրելի ժողովուրդ, արդյոք ցեղասպանությունը մեր ազգին բնորոշ, մեր ազգին հետ կատարված տեղի ունեցածը չի, այլ մեկ կուսակցության հետ կապ ունի, ոչ չէ, մենք կարծում ենք, որ դա քաղաքականացնելը առնվազն բարոյական չէ։ Դե բացի օրինակ ցեղասպանությունից նաև Ղարաբաղ վերադառնալու կոչեր հնչեցին այդ ժամանակ։ Ոչ միայն կոչեր, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը չի գիտակցում, ինչ նուրբ լարի վրա է քայլում, ամենայն դեպս այն հատվածը, որը գտնվում է Դաշնակցության կուսակցության կողքին, չեն պատկերացնում, որ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր բառ կարող է վնասել խաղաղությանը եւ մենք անընդհատ շեշտում ենք, որ շատ նուրբ իրավիճակում են գտնվում, շատ նուրբ պետք է վերաբերվենք այն ամենին, ինչ ունենք, դեռևս փխրուն է, այն ասենք փոքր բալիկի պես ոնց են վերաբերվում, հանկարծ չընկնի, չկոտվի, հանկարծ ոչ մի բան չլինի, մենք այդպիսի վերաբերմունք ունենք խաղաղությանը եւ փորձում ենք իրանց մեկնաբանությամբ ինչ որ վախի կամ ազդեցության տակ լինելով, բայց իրականում մենք մեր պետության մասին ենք մտածում, ոչ թե դրսից մեզ ինչ կասեն կամ ինչպես կվերաբերվեն այդ ամենին։ Իսկ այդ կոչերն ու լոզունգները սին հույսեր են արտնասնում մարդկանց մեջ, առանձնապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանվածների մեջ, որը իմ համար ամենաանարժանապատիվ քայլն է, երբ որ իրանք խոսում են պարբերաբար արժանապատվությունից, դա է անարժանապատիվ կանգնել արցախցու աչքերին, ասել դու դեռևս վերադառնալու ես Լեռնային Ղարաբաղ, ինչպես ճանապարհը չասել, ինչ հնարավորություններ կան չասել, երբ որ խոսում է Ղարաբաղցին վերադարձի մասին, ես կարող եմ հասկանալ, որտեղ մարդու մեջ իր տունը կորցրել, կարոտը կա, էմոցիաները կան եւ բացարձակապես ոչ մեկ իրավունք չունի այդ մարդկանց մեղադրելու, բայց երբ խոսում են քաղաքական գործիչները ուղղորդելով նրանց, բայց զուգահեռաբար նաեւ հարցազրույցների ընթացքում ասում են, դե մենք իրատեսական չենք համարում դա է անարժանապատվությունը, դա է անբարոյականությունը եւ ես կարծում եմ մարդիկ տեսնում են ամեն ինչ եւ շատ լավ գնահատական կտան հունիսի 7-ին։ Հենց այս օրակարգով են կարծես ընտրությունների գնում, իշխանություններին մեղադրում են օրինակ Ղարաբաղը հանձնելու մեջ, դատարկելու մեջ, իշխանության պատասխանը կարծես խաղաղությունն է, խաղաղության օրակարգը, որը հիմա հաստատվել է, այն քարտեզները, որ վարչապետը բաժանում է մեր սահմանների, այս օրակարգով գնալ ընտրությունների ինչքանով կհաջողի ձեր կարծիքով ընդդիմությունը։ Դե գիտեք, երբ որ 21 թվին էր այդ օրակարգը ակտուալ, որովհետեւ բուրընցասում կար, էմոցիաներ կային, մարդիկ դեռևս ուշքի չէին եկել այն պատերազմից, այդ հասարսուր իրավիճակից, լիքը զոհեր կային եւ այլն, դա գոնե կարող է իր համարել էլի անբարոյական է զոհերի եւ դժբախտության վրա գնալ, բայց գոնե լոգիկ կարող է լինել, բայց այս պարագայում բոլոր ուժերը, գրեթե բոլոր ուժերը անցել են այդ կողմելի, էլի գնում է թուրք դավաճան, էլի ադրբեջանցիներ եք բերելու բնակեցնեք, էլի ինչ որ sense անիմաստ թեզեր, այն դեպքում երբ որ 5 տարի ամբողջ 5 տարի ազգային ժողովը քննարկել է դա, ազգային ժողովում հստակ փաստական ամեն ինչով ապացուցել ենք, որ նմանատիպ խոսույթը իմաստ չունի, գոյություն ունենալու տեղ չունի, այս վերջերս էլ ես տեսա այդ խոսույթը ակտիվանում է մի հատ երկարաշունչ փաստերով հստակ ժամանակագրությամբ ելույթ ունեցա, թե այն հարցի պատասխանը, թե ինչա նշանակում Արցախը հանձնեցիք,
այսքան զոհ տվեցի կամ եւ այլն։ Այդ թեզերի պատասխանները հստակ է այդ ելույթում եւ ես շատ մեծ երջանկություն ապրեցի, երբ տեսա հենց ղարաբաղցիներն են այդ ելույթը տեսնում շեյրում, ասում այո, սա է իրականությունը։ Ինչքան է ցավոտ լինի, սա է իրականությունը, պետք է ընդունենք։ Եվ եթե մենք իրականությունից կտրված, ոնց որ այս 100 տարվա մեծ երազանքներով ապրել ենք, տենց գնալու ենք մեծ հայք հետ բերենք եւ այլն, մենք մեր ունեցածն ենք վտանգի տակ դնում։ Մեր խնդիրը դա է, որ մենք պետք է սթափվենք, ապտակ ենք կերել, այդ ապտակը ընդունենք, արժանապատվորեն ընդունենք եւ գնանք առաջ։ Իսկ նմանատիպ խոսիթով ծրագրեր չունենալու մասին է։ Զուտ երբ որ խոսում են դուք սենց եք արել, դուք տենց եք արել, երբ որ ասում ես դուք ոնց կանեք, դրա պատասխանը ոչ մեկ չունի։ Ցանկացած պահի 20 թվականից մինչև 26 թվական, ցանկացած վայրկյանին իշխանությունը կանգ առներ դիմեր ընդդիմությանը ասեք քայլեր ինչպես պետք է անենք, այդ քայլերով գնայինք, մենք գնալու ենք տապալման։ Առնվազն կամ առաջարկի բացակայություն է եղել կամ հերթական անգամ ինչ որ տենց իրանց ոտքերից լայն վերմակներով առաջարկներ, որոնք ոչ միջազգային կամ երրորդ պետության միջոցով, ինչպես։ Շատ լավ, ապրիլի 23-ին ավարտվեցին առաջադրումները 19 քաղաքական ուժ է մասնակցել ընտրություններին, որոնք են ձեր նախնական տպավորությունները, տարբեր սոցհարցումներ կան իհարկե, որ ուժը որտեղում է հիմա գտնվում, ձեր այսպես դիտարկումները, որոնք են ինչ որ կան ուժեր, որոնք հիմնական մրցակից եք համարում ու քարոզարշավը հենց այդ ուղղությամբ եք տանելու։ Քարոզարշավը ոչ մի ուղղությամբ պետք չի տանել, քարոզարշավը պետք է տանել մեր առաջարկների, մեր ծրագրերի հիման վրա, որտեղ ես կարծում եմ, որ դա է միակ ձևը եւ ճիշտ մոտեցումը քաղաքացուն առաջարկ ներկայացնելու, քաղաքացին ինքը կորոշի, որ քաղաքական ուժը ավելի հաջող կլինի իրեն կամ որ քաղաքական ուժի ծրագրերը կարող են ավելի օբյեկտիվ լինեն։ Ստեղ խնդիրը մեկ այլ բանի մեջ է, կան ուժեր, որոնք որ զուտ ցենց ելուստներ են մեծ ուժերի, այդ ելուստների պարագայում ոչ մեկ չի կարող քաղաքական ծրագիրը չի տարբերում եւ ոչ մեկ չի կարող ասել, որ նրանք այդ մեծ ուժերից դուրս են, նրանք ուղղակի ձայն փախցնելու հիման վրա առաջադրվել են, ցավոք սրտի փոշիացված շատ ձայներ են ունենալու, իսկ ես հարցումների տեսանկյունից ավելի գերադասում եմ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որտեղ դա անկախ մարմին է եւ ոչ մի ուժի պատվիրված հարցումը չի։ Մենք էլ ունենք մեր սեփական պատվիրած հարցումները, չգիտեմ, քաղաքական ուժերն էլ ունեն երևի յուրաքանչյուր իր սեփական պատվիրած հարցումները, ես կարծում եմ, որ դրանք ավելի սուբյեկտիվ մոտեցումներ կարող են լինել, իսկ այն անկախ մարմնի արտաբերած թվերը բնականաբար ավելի հասանելի եւ ավելի արդար կլինեն։ Այդ պարագայում բնականաբար մեր անցողիկ շեմը հաղթահարող կուսակցությունները, ինչպես հաճախ ենք ասում, դա պատերազմի եռագլուխ կուսակցությունն են, որոնք մշտապես առաջարկում են նույն թեզերը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության, խաղաղության կոնցեպտի վերաբերյալ։ Որևէ տարբերություն չկա։ Ես կառաջարկեի օրինակ մշտապես ասել եմ նրանց՝ միավորվեք մեկ դաշինքում եւ կլիներ երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պարագայում, որտեղ ձեզ ոչ մի բանով տարբերություն չունեք, բացի նրանից, որ զուտ քաղաքական դեմքերի տարբերություն եք դրել, փորձում եք աբստրահվել իրարից, ասելով, որ իրար ձայն չեք տալու, այն պարագայում, երբ այդ երեք ուժերից միայն մեկը ունի վարչապետի թեկնածու, մնացածը կամ թաքցնում են, կամ չեն ուզում բացահայտեն քաղաքացիներին, թե ով է նրանց վարչապետի թեկնածու։ Ու այս միտքը, որ հիմա ասում եմ, իմ մոտ sense շոկ է, ուղղակի ոնց կարանք 35 տարում չստեղծենք մի քաղաքական թիմ կամ նենց քաղաքական մշակույթ, որ այս թեզը ընտրություններից մեկ ամիս առաջ չհնչի, ունեմ վարչապետի թեկնածու, չեմ ասի, որ չթիրախավորեք, դա ուղղակի ծիծաղ չի, դա ուղղակի քաղաքական սնանկության մասին է խոսում, ոնց կարող ես դու ունենալ քաղաքական ուժ ու գնալ ընտրությունների այն մտքով, որ պետք է հաղթահարես ու հաղթես, բայց չհայտարարես ով է քո վարչապետի թեկնածուն։ Կամ ասես կգանք ժամանադրությունը կփոխենք, մեկն էլ դա է ասում ուժերից մեկն էլ։ Այդ մեկն էլ ընդհանրապես նոնսենս է, ինչի, որովհետև երբ ասում ես լավ ասենք թե ենթադրենք դուք այդքան հզոր եք, այդքան ուժեղ եք, այդքան եսիմ ինչ եք, եկեք սահմանադրական մեծամասնություն հավաքեցիք, այդ ինչ նշանակում առնվազն 60% քվե պետք է ունենան, որը բացառում եմ ցանկացած սցենարում, բայց ասենք թե եկեք հավաքեցիք այդքան տոկոս, բա ինչ այդ ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Ոչ մեկ չի հայտարարում դա, ասում են չեն հերքում, չեն հայտարարում դա, ինչի, որովհետև Նարեկ Կարապետյանի ձայներ ոչ մեկ չի տա։ Իսկ
քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, դրանից հետո այդ երկհաղաքացիության նորմը, նստակյացության նորմը փոխելը բավականին երկարատև գործընթաց է, իրենք էլ են ասում, որ ամիսներ շարունակ կարող է տևել այդ գործընթացը, բայց դրա հետ զուգահեռ մանիպուլացնում են քաղաքացուն եւ վերնագրեր են դնում մեկ կալանավայրից ուղիղ վարչապետի աթոռին են գնալու նստեն։ Կամ այսքան նոր մնաց։ Ծիծաղելի է, էլի ուղղակի, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդքան էլ հիմար չի, ամեն ինչ հասկանում, ամեն ինչ տեսնում է, եւ ցավոք սրտի նրանք չեն կարողանում մեկ է абստրահվեն այն գերնպատակից, որը իրանց առաջ դրված է, իսկ նրանց ուղարկել են այստեղ վստահաբար այդ գերնպատակին հասնելու, այդ նշանակում է Հայաստանի Հանրապետությունը անկախությունը մատաղ անելու։ Նրանց 3-ի նպատակն էլ դա է, Գագիկ Ծառուկյանը իր բիզնեսներով է կապված Բելարուսիայի հետ, Սամվել Կարապետյանը ամբողջությամբ իր կապիտալն է այնտեղ գտնվում եւ այնտեղ ապրել բնակվել ընդեղի մտածողությունը անգամ ունի խոսում է վերջում ասում եմ ես Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանից ուղղորդվում ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում վերջինս այդ միտքը չի լսել հետաքրքիր գաղափար էր հապաստորեն երբ որ Վլադիմիր Պուտինը իր ուղիղ անունը անգամ կարելի է տալ այդ մասին տենց Ռուսաստանի հետ կապ չուներ էլի Վլադիմիր Պուտինի հետ ուղղակի տենց չգիտեր ռուսամետ ուժերը ովքեր են երրորդը միութենական պետության ջատագովներ շատ բաց հայտարարում է դրա մասին երկրորդը ասում է ռազմավարական դաշնակցի հետ պարբերաբար պետք է հաղորդակցվենք եւ հանկարծ հարաբերությունները չփչացնենք իհարկե մենք դեմ չենք հարաբերություններ չփչացնելուն բայց խնդիրն այն է որ մենք չենք ուզում վասալի կարգավիճակ ունենանք իսկ այս երեքի միասնությունը ինքնին մարմնավորում է այդ վասալի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության։ Թե օրինակի տարբերություն Գյումրիի հիմա մի փոքր ավելի բացահայտ են խոսում այդ միավորման մասին, օրինակ Քոչարյան դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ եթե իրենք մեծամասնություն չունենան, ձայները կտան առավել շատ քվե ստացած մեկին, Ծառուկյանն էլ է դա ասել, նո իրենք դեռևս այդ մասին ասում են մենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու։ Հետևաբար սցենարը այն է, որ գնան ընտրությունների, չունենան մեծամասնություն, հետընտրական փուլում կարողանան ձեզ իշխանությունից զրկել։ Հետընտրական փուլում պետք է միավորվեն։ Արամ ջան, գիտեք, հետաքրքիրը որն է, մարդիկ չեն ուսումնասիրում օրենքները, չեն կարդում այս սահմանադրական նորմերը, այդ իրավական տերմինները, երբեմն անհասկանալի են մարդկանց համար։ Եվ դրա վրա են խաղում այս ուժերը։ Եվ զուտ պետք է մարդկանց հստակ բացատրել, որ նրանցից ոչ մեկը 50% չհավաքելու պարագայում պետք է պարտադիր միավորվեն։ Երբ որ հարցնում են նրանց, դուք միավորվելու եք իրար հետ, օրինակ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու եք որպես վարչապետ, ասում են ոչ։ Մեկը ասում է մենք դաշինք չենք ընկելու, մյուսը ասում է ոչ, չենք միավորվելու։ Բայց դա խոսքը գնում է նախընտրական փուլի մասին։ Հետընտրական փուլում, այսինքն հունիսի 7-ին կայացել են ընտրությունները, ամեն ուժ ինչ որ տոկոսի ձայն է հավաքել։ Հետընտրական փուլում տարբերակ չունեն չմիավորվելու։ Իսկ ես հաշվի առնելով մեր երկրորդ նախագահի ամբիցիաները եւ իր անպագորգոր միակ տղամարդը լինելու հակումները, ես վստահ եմ ուղղակի, որ նա ոչ մեկին իր ձայները չի տալու, եթե միակ մի պարագայում, եթե ինքը չլինի վարչապետի տեխնացուն։ Նույնիսկ Սամվել Կարապետյանը ես կարծում եմ, որ որևէ Սամվել Կարապետյանը չկա այս process-ի մեջ, չկա այս մարդը գոյություն չունի, որովհետեւ ոչ մի ձևով ոչ ցուցակում կա, ոչ անվանումը կա որևիցե այդտեղ։ Ինքը Կիպրոսի քաղաքացի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ զուտ եկել է Հայաստան, ուղարկել են Հայաստան այդ մարդուն, ինչ որ առաքելությամբ այդ առաքելությունը կիսատ թողած հետ է գնալու։ Հիմա այսօր եւս մի ձերբակալություն տեղի ունեցավ հակակոռուպցիոնի կողմից Կանդազ Արտուր Ավանեսյան, Սամվել Կարապետյանի անվտանգության մասնագետն է, որ քննադատում են անվտանգությունը, որն ապահովում են ներկա իշխանությունները, իբրև տնդ շատ լավ մասնագետ է, այսօր ձերբակալվել է կաշառք բաժանելու կասկածանքով։ Դրանից առաջ եւս մի քանի դեպք եղավ նորից այս քաղաքական ուժի մասնակցությամբ, փաստորեն ասում են նոր դեմքեր, ինչ որ մասնագետներ են բերում դրսից, բայց մեթոդները հներինն են։ Դուք ոնց եք վերաբերում սրան, որ փաստորեն ընտրությունները դեռ չսկսած, քարոզարշավը ներողություն դեռ չսկսած, դիմում են այս մեթոդներին, արդյոք սա աշխատող տարբերակ կարող է լինել այն փոփոխություններից հետո, որ Հայաստանում տեղի են ունեցել։ Ես զարմանում եմ մարդկանց վրա, որոնք դեռ հույս ունեն, որ հայ ժողովրդի ձայնը կարելի է առնել։ Ես վստահ եմ անգամ այն մարդիկ, ովքեր ներքաշված են այս ամենի մեջ կամ տեղակ չեն, որ իրանց ընտրության իրավունքը այնքան պաշտպանված է, նրանց գաղտնիությունը ընտրության այնքան պաշտպանված է, որ
կերպ չես կարող ապացուցել դու ում ես գնացել ընտրել։ Եթե անգամ քեզնից խնդրում եւ հորդորում են քվեաթերթիկ անել այն պարագայում, երբ որ քեզ գումար են տվել եւ ասել են կգնաս կընտրես այսինչ մարդու, այնտեղ աղբաման կա դիմացը դրած ուղիղ քվեախցում եւ դու կարող ես նույն քվեաթերթիկը ընտրելով քո ցանկացած ուժին, ցանկացած քվեաթերթիկ վերցնել եւ դուրս գալ, որը էլի պատժվում է օրենքով։ Եվ նաև տեղակ չեմ քրեական հետապնդումների մասին։ Մարդիկ տեղակ չեն, որ 7 տարվա, մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, կընտրակաշարք վերցնելը, տալը, խոստանալը, որևիցե ձևով ասենք նյութապես շահագրգռելը մարդկանց։ Եվ ես կարծում եմ մենք ավելի շատ պետք է շեշտադրումը դնենք մարդկանց տեղեկացնելու վրա, որտեղ այս մարդկանց քաղաքական ուժի գործելավոճը 30 տարի նույնն է եղել։ Սերժ Սարգսյանի թիմում եղած մարդիկ շատ լավ գիտեն ոնց է աշխատել են ժամանակվա համակարգը 1 կիլոգրամ եղ ու բրինձ բաժանելով ոնց են կարողացել մարդկանց խաբել կամ 5000 դրամ տալով։ Հիմա մարդը գիտի, որ իր ձայնը փոփոխություն է բերում։ Այդ զգացողությունը, երբ որ դու քեզ կարևոր ես համարում, ոչ մի կերպ քեզնից չեն կարող խլել, ուզում է գումարը բաժանեն, ուզում է առավելություններ տան, ուզում է ինչ-որ բաներ խոսք տանան, երբ որ դու գիտես, որ դու հիմա կարևոր ես եւ քո ձայնը փոփոխություն կարող է բերել։ Եթե այս ուժերը արդար պայքարի մեջ մտնեին, ես վստահորեն կարող եմ ասել, որ շատ ավելի գնահատված կլիներ նրանց աշխատանքը, բայց քանի որ արդար պայքարի մեջ քաղաքական միտք խոսք չունեն ասելու, այլ տարբերակ չունեն։ Այլ տարբերակ չկա մարդկանց շահագրգռել։ Ինչ վերաբերում է այս անձին, ճիշտ ասած գործին ծանոթ չեմ կարող մեկնաբանել ինչ քրեական գործով կամ ինչի համար է ձերբակալվել։ Առնվազն մի բան կարող եմ շեշտել, որ նրանց անվտանգության ծրագրի 70%-ը այս իշխանությունները իր կառավարության կատարողականի մեջ արդեն ունի։ Այսինքն մենք արել ենք այն ինչ որ նրանք խոսում են։ Օրինակ ռազմաարդյունաբերության հայկական արտադրանքին ենք տուրք տալու Ժորժան դուք ուրեք, երբ որ մենք հիմնել էինք այդ, երբ որ մենք ռազմաարդյունաբերության կոմիտե էինք դրել, դուք ուրեք, երբ որ մենք միլիարդներով զենք էինք գնում դրսից եւ անվտանգության համակարգեր նորագույն տեխնոլոգիաներով։ Ես հույս ունեմ նրանց անվտանգության ծրագիրը գոնե մայիսի 28-ից հետո կփոխվի, որովհետեւ նրանք պետք է աչքով տեսնեն այն ինչ որ մենք արդեն արել ենք եւ փորձեն հասկանալ լավ էլ ինչ են առաջարկելու այս ժողովրդին։ Իսկ ոնց է ընդհանուր վերաբերել նրան, որ երբ ինչ-որ մեկին կաշառքի կասկածանքով ձերբակալում են, սկսվում է մեղադրանք իշխանությունների դեմ, այս մեկը գերակրող մայր է, մեկը երեխա որդեգրած մայր է, մեկը հերոս է, այս ձևակերպումները ինչ-որ ինդուլգենցիա հաղորդում են։ Գիտեք, չգիտեմ Սերժ Սարգսյանը հանրային է մի անգամ ասել, կարծեմ, որ իր ամենամեծ մեղքը եղել է նմանատիպ մարդկանց ինդուլգենցիա տալ։ Ու այդ ինդուլգենցիա տալ գիտեք ինչ ձևով ամենաթողության։ Օրինակ չեմ ուզում խոսել մահացածների հետևից, բայց գեներալ Մանվելի անունը բոլորս գիտենք եւ գիտենք, որ քանի որ հերոս էր, ինչ ուզեր կարար աներ։ Նույն բանը չի կարող տեղի ունենալ մեր հետ։ Եվ մենք այդ ամենաթողությանը կապ չունի օրենքի մեկնաբանությամբ ինչպիսի խտրական վերաբերմունք կարող է լինել։ Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անձ է հավասար օրենքի առաջ, յուրաքանչյուր, ուզում ես սքեմ հակացեղի, ուզում ես զինվորականի հակացեղի, ուզում ես կին եք, ուզում ես երեխա, ով ուզում ես եղի։ Եթե այդ պայմանավորվածությունը մեր եւ քաղաքացիների միջև չեղավ, մենք պետություն քաղաքացի հարաբերությունները խարխլելու ենք, որովհետեւ միակ պատճառը, որ քաոս չլինի, ամենաթողություն չլինի, իրենց բարերով ասեմ, բիցպրիձելը ավարտվի, դա այն է, որ բոլորը հասկանան, որ ես ոչ մի առավելություն չունեմ քո նկատմամբ։ Իմ նկատմամբ էլ վաղը քրգործարություն, ինձ չեն ասելու կին է, չգիտեմ, երիտասարդ է եւ այլն, ինձ բացարձակապես այդ ու հակառակ էլի մարդուն ոնց որ ստորացնես։ Մարդը ուրիշ արժանինք չունի, պարտադիր մի պիտակ պետքա կողքից լինի, որ ասեն այ դրա համար իրան ձերբակալել են, իրան այ հերոսներին ձերբակալում եք, Ժորժ ջան, հերոսները թող օրենքներ չխախտեն, ոչ մի պարագայում չի կարող նրանց իրավական գնահատական տալ կամ իրավական գործընթացների մեջ ներառել։ Հիմա Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի ցուցակը որ նայում ես, շատ հանրապետականներ են տեղ գտել այստեղ։ Ոչ միայն հանրապետականներ։ Քոչանականներ Ես դրանց ասում եմ, տենց ֆուտբոլային տրանսֆերներ են տեղի ունեցել, 3 թիմի ցուցակ իրար կողք եմ դրել, սենց խաչու ձև են։
Ասենք Արամ Վարդևանյանը Քոչարյանից գնաց այնտեղ, Արթուր Ղազինյանի եղբայրը գնաց էլի Սամվել Կարապետյանի մոտ այն դեպքում, երբ Արթուր Ղազարյանը Քոչարյանի մոտ էր։ Քոչարյանի մոտ էլի Նար Վարդանյանը գնաց Գագիկ Ծառուկյանի մոտ։ Գագիկ Ծառուկյանի մոտից Մարտուն Գրիգորյան որ, բանը, ներեք Անդրանիկ Թևանյանի ուժից այն մեծ րոպենք գնացին, ու այսենց մի հատ կաշկալամաշ, ու քաղաքական աջաբսանդալ են սարքել, որոշել են տենց իբր նոր դեմքեր են, որևիցե մեկը այնտեղ չկա նոր, ու կան երիտասարդներ մի քանիսը, որը որ ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվել, եկել են ասել են եկեք փորձեք մտնել քաղաքական թիմի մեջ, նրանց երևի տենց աստղաբաշխական բաներ են խոստվել, այդ մարդիկ էլ բացարձակ տեղեկ չլինելով ինչա կատարվում, նենց մեկնաբանություններ են մեկ-մեկ տալիս քաղաքական գործընթացներին, որ հասկանում ես, որ լավ էր չլինեին այդ մարդիկ։ Նասեր Սարգսյանն էլ ասում է չեմ մասնակցում ընտրությունների, սա մասնակցություն չի ոտքերով եւ ձեռքերով այս ընտրությունների process-ի մեջ է, հաշվի առնենք նաեւ Արմեն Թաթոյանին, Սերժ Սարգսյանի միբ տեխնացու Իրանք հերքում են իհարկե ասում են որևէ կապ չունեն։ Շատ լավ էին հերքում, երբ հարցազրույցի ընթացքում Արմեն Թաթոյանին հարց են տալիս Սերժ Սարգսյանը ընտրությունները կեղծել է թե ոչ, չի կարող այդ հարցին պատասխանել։ Դուք հավատում եք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բախումներին, քաղաքական բախումներին, Քոչարյան վերջին հարցազրույցում ասում էր իրավահաջորդի հարցում եմ սխալվել Սերժ Սարգսյանին նկատի ունենալով ինքն էլ ասաց նորություն չէր առաջին դեմքից ուղակի լսեցի այդ մասին երևի էլ լսել փաստորեն նրանք իրենց ընկալում են տենց միապետներ որ պետքա իրենց հետևից իրավահաջորդներ թողնեն ախր մտածողությունը էլի լեզվամտածողությունը անկեղծ ժողովրդավար պետությանը հատուկ չի նրանց մտածելակերպը եւ նրանք պետքա իսպառ վերանան այս քաղաքական դաշտից ես անկեղծ եմ ասում եւ ատելությունը եւ բևեռացվածությունը եւ օրենքի իշխանությունը եւ քաղաքացու նկատմամբ հարգանքն ու վերաբերմունքը կփոխվի երբ այս մարդիկ դուրս գան մեր քաղաքական դաշտից բայց լուրջ են այս բախումները թե ինչ-որ նախընտրական ես չէ ինձ դա այդքան էլ չի ուզել որտեղ արդեն վերջի 1 տարում իմպիչմենթի գործընթացում սկսվեց այս իրար գզվրտոցը Ես կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրի համար դիմացինը ավելի ընդունելի է, քան Նիկոլ Փաշինյանը, որտեղ միայն եւ միայն Նիկոլ Փաշինյանն է գնալու նրանց ապօրինի գույքի հետևից։ Հիմա փաստորեն մի իրավիճակ է, որ մի կողմում իշխանությունն է ու մի քանի առողջ ուժեր, որոնք ընդդիմադիր դաշտում, որոնք ողջունել են ձեռքբերված պայմանավորվածությունները եւ մի հսկայական բանակ, որը որ դեմ են բոլոր գործընթացներին, որ տեղի ունեցան օգոստոսից սկսած, նրանք նաեւ ակնհայտ աջակցություն ունեն տարբեր մայրաքաղաքներից, այդ դիմակայությունը ինչպես է լինելու հաշվի առնելով ռեսուրսները, այդ հիբրիդային գրոհները, որ տեղի են ունենալու ու քանի մոտենում են ընտրությունների օրը, դրանք էլ ավելի մեծ թափ են առնում։ Քանի մոտենում են ընտրությունների օրը, ես այնքան զգում եմ, թե քաղաքացին ինչքան ավելի ազատ է խոսելու։ 21 թվականին կհիշեք, ով ԿՊ-ի անունը տալիս էր կամ ով բարձրաձայնում էր մեր հետ անմտերմության մասին, միանգամից բուլինգ էր ենթարկվում, ոչնչացվում էր հանրային ձևով եւ ասվում էր՝ «Վայ, դուք թուրք դավաճաններ եւ այլն եւ այլն»։ Հիմա քաղաքացին շատ ավելի ինքնավստահ է եւ քաղաքացին գիտի, որ ինքն է տերը ու ինքը պայքարելու է դրա համար։ Շատ քաղաքացիներ կան, որ մեզ բարբերաբար գրում են, որ չեն ուզում երկրի անկախությունը կորցնեն, մարդիկ գիտակցում են ինչա կատարում, երբեմն նորից եմ ասում, էլի, իրենց մտածելակերպով իրենք շեշտը դնում են նրա վրա, որ մեր հասարակության ինչ որ զանգված կարող է քաղաքական գործընթացներին այդքան էլ չի հետևում, ինչ որ զանգված հիասթափված է, ինչ որ զանգվածի կարող են խաբել, մանիպուլացնել, բայց չեն հասկանում ժողովուրդը ողն ուղեղով զգում է ամեն ինչ։ Եվ ամենակարևորը բնական չեն։ Խաղում են այս մարդիկ։ Իրանց դերը խաղում են։ Օրինակ, երբ որ ես տեսնում եմ նրանց քարոզները, նրանք մարդկանց հասարակահաղացում, գյուղացում, չարքաշ բանվորին, այն ձեռքերը կնճռոտված տատիկին չեն սիրում։ Այդ գրկել, պատչել, կեղծ է, այդ ամենը կեղծ է եւ նրանց ակցիաների ժամանակ, երբ որ ես հիշում եմ մեր ակցիաները, երբ որ մենք էինք ընդդիմադիրում, մեր էմոցիաները, մեր բուրըն վիճակը, մենք ոնց էինք ուզում այդ ամեն ինչը փոխեինք ու ինչ մեծ էր մեր ցանկությունը շատ է տարբերվում, էլի, ասենք այդ գումարով բերված զանգվածից եւ իրապես փոփոխություն ուզող քաղաքացուց։ Ես չեմ բացառում, որ կա ընդդիմադիր զանգված եւ ես հարգում եմ նրանց կարծիքը, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ընդդիմադիր զանգվածին իրական տեղեկատվությունը փոխանցելու դեպքում այդ ընդդիմադիր զանգվածն էլ է իրանցից փոխվելու, որտեղ հիմա շեշտը դրված է դաշտը լցնել մանիպուլյացիաներով, ապա տեղեկատվությամբ, ինչ որ կեղծ հիբրիդային գործիքներով լցնելով նյութեր, որոնք որ ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, դրսից ուղղորդված նյութեր,
ահռելի մեծ էջեր են բացվում, գովազդներ են Սոցցանցերում, դրվում, սոցցանցերում, չգիտեմ, այս վերջերս էլ հետաքննություններ, որ երևի 1-2 պոստի վրա մենակ իրանց պաշտոնական էջերով 8-ից 10,000 դոլար փող են դնում։ Ես հասկանում ռեսուրսները տվել չի խնայելու, ես գոհ եմ նրանից, որ այս ամիսներին մենք ունենալու ենք բարձր տնտեսական աճ հաշվի առնելով նրանց ծախսած գումարները եւ նրանց կապիտալի ոչնչացումը, բայց Հայաստանի ի օգուտ էլի։ Բայց համենայն դեպս անիմաստ են անում, որովհետև էլի եմ ասում, այդ կեղծ լինելը ձեր մեջից չեն հանելու։ Դուք իսկ քաղաքացին է զգում է, որ դուք կեղծ եք։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ TVK-ի տաղավարում հյուրընկալել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանին, կհանդիպենք։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար